կարող ենք արձանագրել շատ հանգիստ եւ առանց խղճի խայթի։ Ուր կորավ այդ impeachment-ը, կա դուք հիմա դուք ազգային ժողովի հիշում եք գալիս էին ասում էին որ ով չմասնակցի հրապարակելու ենք այն Էդգար Ղազարյանը մեր բանը մեր հաղորդումը խոսում էր որ գալու եմ ու կորան մեկը կնոպկեն սխմել է։ Գիտեք իրականում ինչ ա եղել իրանք որ չկար այդ օրակարգը իրականում եւ չէր կարող լինել դրա համար էլ այսօր էլ այդ մասին հա չեղած բանը միշտ չի լինում ջրեցին գնաց ջրեցին որովհետեւ ես իրանց ասում էի որ ազնիվ չի երբ որ դուք գիտեք որ դա ոչ մի տանող ոչ մի բան չտվող գործընթաց է ուղղակի միայն որոշ մարդկանց ցույց տալու որ դուք ուզում եք վճռական եք բայց դե ինձնից նեղանում էին ասում էին թող անենք էլի ինչի էս վատ խոսում մեր մասին շատ լավ ես նայում եմ այսօրվա ազգային ժողովի բանավեճը անկախ նրանից ինչի մասին է լինում օրենքի նախագիծը այն ուխտի պատմությունն է կապ չունի ինչ են քննարկում էլի այնտեղ թուրքեր թրքացում վիլայեթացում ուրացում ընդեղից էլ եւ արևմուտք ընդեղից էլ ռուսներ սուտասաններ գողեր եւ ավազակներ այո գող փիսո քաչալ շուտով ինձ թվում է կավարտվի այդ դարաշրջանը եւ այն փուլը կհաղթահարենք երբ որ մեկը մեկին ուզում էր ուծացնի քաղաքական ուժերը ինձ թվում է արդեն այդ փուլը հաղթահարեցինք ինչպես մենք դպրոցում կհիշես անցնում ենք ասում էր Օսմանյան կայսրությունն ու ռուսական կայսրությունը ցանկանում էին հայերին եւ հայ եկեղեցին ուծացնեն հիմա մեր քաղաքական դաշտում այդ ուծացման փորձերը անհաջողությամբ ավարտվեցին եւ գնում ենք դեպի ընտրություններ եւ ինձ թվում է եւ համոզված եմ որ 26-ից հետո բոլորովին այլ 26-ի հունիսի ընտրություններից հետո բոլորովին այլ քաղաքական ինչը կդառնա այդ ընտրությունների այսպես ասած բաժանահար գծերը հիմնական 3 թեզերը որոնք կդառնան գիտեք ցավոք սրտի ցավոք որովհետեւ ես կուզեի որ ընդդիմությունը լուրջ եւ ուժեղ լիներ որովհետեւ ցանկացած իշխանությանը լուրջ եւ ուժեղ ընդդիմությունը դրթում է ավելի լավը լինել եւ ավելի լավ բան աներ պետության համար բայց մեր ընդդիմությունը մնաց այն թեզի տակ, չգիտեմ ով էր իրենց հուշել, որ դա լավ կաշխատի, եկեք ժողովրդին համոզենք, որ Նիկոլը թուրք է, ԿՊԱ-ականները թուրք են, մեզ ուզում են թուրքացնեն կամ ուզում են Հայաստանը սարքեն Արևմտյան Ադրբեջան։ Այս տարվա մեջ մի 10 անգամ Սյունիքը տվել են։ Սյունիքը, Սևանը հուզվում էին, որ Ադրբեջանը ինչ-որ չի գրավում եւ այ բանական խոսքին վատ էին արձագանքում, որ ոնց թե թող ասենք, երբ որ առողջ քննադատություն էր հնչում, որ տղերք այս ձևով դուք ժողովրդին չեք սիրաշահի, որովհետեւ ժողովուրդը որքան էլ դժգոհ լինի գործող իշխանություններից, իրեն համար տհաճ է լսել, որ իրեն շուտով գալու են ցեղասպանեն, իր տարածքի մի մասը գրավել եւ ցավոք սրտի ընդդիմությունը, որը քաջ գիտեր, որ Սյունիքը եւ Գեղարքունիքը կամ Սևանի ավազանը որևէ կերպ չի կարելի համեմատել Արցախի հետ։ Թե ինչու ես ստիպված մեկ անգամ եւս ասեմ, որովհետեւ ինչքան էլ մենք մեր պատմությունը լավ գիտենք, չէ՞, ինչքան էլ մենք մեծ հայքի քարտեզներին ծանոթ ենք, դա որևէ մեկին միջազգային հանրությանը չի հետաքրքրում։ Եվ մենք էլ այնքան բավարար ուժ չունենք մի քանի 2-3 երկրների նման, որ կարողանանք մերը պարտադրենք աշխարհին։ Ես ցավում եմ, որ մեր ընդդիմությունը դա իմանալով մտավ այդ գծի տակ, չգիտես ում թելադրանքով եւ մնաց դրա տակ։ Եվ ցավոք սրտի ընտրություններին գնում է այդ կարգախոսով, որ այս իշխանությունները մեզ ուզում են թրքացնեն, իսկ այ մենք
ու իրենք չեն ասում մենք ինչ ենք ուզում անել։ Գիտեք, երբ որ ասում են չէ, միևնույնն է Ադրբեջանն ու Թուրքիան ձեզ ուծացնելու են, ձեզ գրավելու են, հոշոտելու են, պիտի ասեն, բա այդ դեպքում ինչ պիտի անենք։ Եվ ինչ անենք։ Երբ որ իրենք լռում են, արդեն հարց է առաջանում։ Այս ինչ որ ուրիշ տեղից եկող ինչ որ բաներ եք ուզում ասել, բայց միջև վերջ մի չեն ասում։ պատասխանա, պետք է Ռուսաստան գնալ, որ մեզ փրկի։ Դե այդ իրենք չեն էլ ասում։ Չեն ասում։ Չեն ասում, շատ Մեծ մասամբ չեն ասում։ Գիտեք, ես չեմ ուզում, որ այս ձևով ես Ռուսաստանի, ռուս մշակույթի, կարծում եմ նաև դուք մեծ սիրահար եք, որովհետև այդ երկիրը աշխարհին շատ մեծ տաղանդավոր մարդիկ ա տվել։ Ի վերջո մեր երկրում ապրում են մոլոկաններ, որոնք ավելի երկար են իրենց գերդաստանով այս երկրում ապրում, քան շատ հայեր, որոնք ասենք եկել են 1947 կամ 49 թվականին։ Բոլորովին սա ռուսներին կամ Ռուսաստանի ժողովրդին չի վերաբերվում։ Ես խոսում եմ այն մասին, որ ցավոք սրտի Ռուսաստանում այսօր քարոզչական ինչ-որ լծակների նստած են մարդիկ, որոնց ջանքերով հակառուսականությունը ամբողջ աշխարհում ավելին է լինում։ Ես առաջարկում եմ մեկին լսել, Դուգինին, որը վերջերս էլի հայտարարություն արեց եւ վերադառնանք տաղավար։ Все территории, которые мы не поставим под свой контроль, они не останутся нейтральными, они не останутся такими милыми, тихими Швейцариями, они станут форпостом других полюсов, и в первую очередь наиболее конфликтного полюса США. Поэтому нельзя согласиться с существованием суверенной Армении, или суверенной Грузии, или суверенного Азербайджана, суверенного Казахстана, суверенного Узбекистана, Таджикистана, Киргизстана. Ничего суверенного в этой новой модели существовать не может. И либо они будут в нашем лагере частью нашего единого союза, либо они станут плацдармом Запада, или Евросоюза, или Америки, или при каких-то обстоятельствах Китая. Մեր ընդդիմությունը ասում է, որ այս մոտեցման մեղավորը Հայաստանի իշխանություններն են։ Փաստորեն դուրս է գալիս այս մոտեցման մեղավորը Հայաստանի իշխանություններն են, Վրաստանի իշխանություններն են, Ադրբեջանի իշխանություններն են եւ միջինասիական պետությունների բոլորը իրար նման բոլորը եւ գիտեք բոլորը Նիկոլ Փաշինյանն են, ըստ մեր ընդդիմության։ Եվ ցավոք սրտի փոխանակ մենք այս տիպի մարդկանց պետք է ուղղակի եկելապահ որ արհամարենք եւ Ռուսաստանի բարեկամներին, որոնք այսօր որոշակի մտածում են այդ երկրի մասին, հորդորենք, որ այս մարդկանց հերո պահեն իրենցից ու իրենց երկրից, որովհետեւ այս մարդիկ ինչքան խոսում են, այնքան Ռուսաստանի հանդեպ մարդկանց տրամադրությունները Բայց ասում եմ նա լուրջ ազդեցություն ունի Կրեմլի վրա։ Դե ես էլ Կրեմլին հորդորում եմ, հուսով եմ ինձ լսում են, որ այս տիպի մարդկանց դուրս շպրտեն իրենց շրջապատից եւ փորձեն հասկանալ ինչ է իրականում աշխարհում տեղի ունենում։ Այսքանով կարծում եմ պետքա սահմանափակվենք կամ կարճ ասեմ, եթե կողքից չիմանայինք ով է, չճանաչեինք, կմտածեինք ինչ որ մեկը փող է տվել այս մարդուն, որ այսպես խոսա, որ հակառուսականությունը ամբողջ աշխարհում, այդ թվում հարավային Կովկասում եւ կենտրոնական Ասիայում աճի։ Սա հնարավոր է, որ իշխանափոխություն լինի Հայաստանում։ Գա ասեն Քոչարյանը կամ, չգիտեմ, Քրիստինե Վարդանյանը գա իշխանության։ Եվ Դուգին ասայի Հայաստանը չէ, լավ է, թող մնա։ հնարավոր չի։ Ինչու՞։ Այո, նրանք ասում են կգնանք, այս կարգի արևմուտքի հետ կդադարացնենք մեր այդ ստրատեգիական շփումները։ Տեսեք, սա նույն մտածողությունն է, ինչ որ ժամանակին, ասեմ, sense մի քիչ պատկերավոր կամ մի քիչ Ռոմանովների մտածողությունն է, ով մեր հետ չի մեր թշնամին է, ով մեր հետ է մեր ստրուկն է։ Իրենք այդ մտածողությունից դուրս չեկան, բայց եթե ուզում են շարունակեն ու ժամանակակից աշխարհում իրենց գեղեցիկ տեղը դերը ունենան, ասենք այդ երկրին նոր ստոլոպինյան ռեֆորմներ է պետք, որ գան դեպի ժամանակակից աշխարհ եւ հասկանան, որ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը այսուհետ միշտ լինելու են անկախ պետություններ եւ այս մարդիկ լավ է որ խոսում են եւ իմ ասածը ավելի են ամրացնում, որ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պետք է դառնան բնական դաշնակիցներ, որովհետև եթե
այս երեք երկրները Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը ցանկանում են պահպանել իրենց անկախությունը, զարգանալ, դառնալ նորմալ պետություններ, իրենք պիտի հասկանան, որ իրենք բնական դաշնակիցներն են եւ երբեք չտրվեն այլ տեղերից, հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից գայթակղություններին, բեր ձեզ օգնենք, դուք լավ լինեք, բայց բանը շատ կարևոր է, նրանք ասում են, եթե չլինեն սրանք, թուրքերը մեզ կուտեն։ Չէ, գիտեք, այդ ծանր բանը հիմա որ մենք մտնենք այդ թեմայի մեջ, շատ մեր թույլ տեղն է։ Գիտեք, մեր ժողովրդին էլ պետք է հասկանալ։ Բնական վախեր ունեն։ Բնական վախեր ծնված օրից վախացրել են։ Ծնված օրից աչքը բացել են, հիմա կասեն դե եղել է, իհարկե եղել է, որևէ մեկը չի ժխտում այն ինչ որ եղել այն դաժան ցեղասպանությունը, որ եղել է Օսմանյան կայսրությունում, որևէ մեկը չի ժխտում, բայց մենք գիտենք, որ ոչ պակաս դաժան վերաբերմունք մեր ժողովրդի նկատմամբ արել է մեկ այլ երկիր 17-րդ դարի ամենասկզբում, որի պատճառով այս հարավային Կովկասի ժողովրդագրությունը կտրուկ փոխվել է, բայց մենք անդադ այդ մասին չենք խոսում, չէ՞, կամ չենք ասում, հեսա որ հեսա իրանք կգան, հարավից կգան, մեզ էս կանեն, չենք ասում, որովհետև մենք գիտակցում ենք, որ իրենք այդ մտադրությունը չունեն։ Հիմա շատ դժվար է, գիտեք, որ ասում ես, գիտեք, Թուրքիան մտադրություն չունի քեզ, կուլ տա։ Ասում են, չէ, դու ես ինչ հակահայ բան ես ասում։ Ռուսական բանակն է փրկում մեզ վստահ։ Այո, եւ սենց էսպիսի բան, էս պետքա նաեւ հասկանան բոլորը, իհարկե մենք պետքա մեր մտքում ունենանք որպես պետություն, որ միշտ ցանկացած երկրում կարող է խելագարները գան իշխանության։ Դրա համար կա արտաքին քաղաքականություն, արտգործ նախարարություն, գիտահետազոտական ընկերություններ, տնտեսություն, պետք է դու միշտ պատրաստ լինես ամենավատին առանց դրա մասին խոսելու։ Բայց եթե դու անդադ մտածես, որ քեզ գալու են կուլ տալ, դու այդպես չես ապրի։ Կինոներ կա, ֆիլմեր կա, այդպիսի հոգեկան հիվանդ մարդկանց մասին, որ մտածում են հեսա միջուկային պատերազմը, մտնում են իրանց սարքած բունկերը, դառնում են 90 տարեկան ու ասում են գա լավ, գոնե այդ միջուկային պատերազմը լիներ, գոնե այս մեր չարչարանքները իզուր չանցներ։ Սա բան է, դա մեր պետությունը պիտի կայանա, մենք դեռ սովորում ենք հասկանալ պետությունը ինչ է, մենք դեռ նոր շատ բաներ հասկանում ենք ոնց պիտի անենք, եւ կհասկանանք ամեն ինչն է, թե մեր ժողովրդին ոնց պետք է ծանր հոգեկան պրոցեսների մեջով անցը հեշտ չի, ցեղասպանությունից հետո մի այլ հարված բոլշևիկյան իշխանություն անհասկանալի եկեղեցիների դեմ ինչ-որ կայացած մարդկանց դեմ պայքար, եկեղեցիների դեմ հալածանքով մի քիչ կով ու չգիտեմ անասուն ուներ գնդակահարում Սիբիր, հետո երկրորդ համաշխարհային պատերազմ, Ստալինյան այդ բաներն էլ հետը ու մեկ էլ մի փոքր Խրուշչովյան, Բրեժնևյան պրոցեսից հետո գալիս է ծանր երկրաշարժ, հասարակարգի փոփոխություն, արցախյան պատերազմներ, բայց ժողովրդի մասին պետք է իրոք լուրջ մտածել, այս ժողովրդին պետք է այս վիճակից դուրս բերել։ Եվ դրա համար այս ժողովուրդը ես էլ դուք էլ դեռ մենք չենք հասկանում խաղաղությունը ինչ է։ Մենք դեռ նոր սովորում ենք, ես դեռ նոր սովորում եմ, որ երբ որ կիրանցում եմ ինչ-որ մեկը փայտ է կոտրում, ես նոր եմ հասկանում, որ դա ոչ թե ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղից կրակում է, այլ դա փայտի ձայնն է կամ շինարարության ձայնն է։ Դա ծանր բան է եւ չգիտեմ։ Իմիջիայից ոնց է վիճակը իրանցում։ Այդ հարցին ես արդեն վիճակ չի իրանցում։ Նորմալ ապրում են, դպրոց են գնում, այսօր լավ ձյուն էր եկել, երեխաները դե իրանցում ձյուն հազվադեպ է գալի, բայց այսօր շատ սիրուն ձյուն էր եկել, երեխեքը նոր դպրոցի եւ արդեն գրեթե ավարտված եկեղեցու բակում շատ սիրուն ձնագնդի էին խաղում։ Տեսեք, հարց, ինչու Ադրբեջանը մեզ բենզին տալիս։ Ինչի է թողում իր տարածքով Ռուսաստանից, Ղազախստանից ցորեն գա, շաքար կա, ինչու։ Ինչու, որովհետեւ Ադրբեջանը որքան էլ մենք պնդենք, որ երիտասարդ երկիր է, մենք որ չգիտեմ անիվն էինք հայտնաբերում, նրանք դեռ չգիտեմ ինչ էին անում, Ադրբեջանը շատ պրագմատիկ ղեկավարություն ունեցող երկիր է, որը առաջնորդվում է իր երկրի պետական շահերով։
այսպիսի հրաշք նվեր նա կարող էր չստանալ Ամերիկայի կողմից նման առաջարկներ։ Հաշտվեք եւ կդառնաք իմ գործընկերը։ Ալիևը կարող էր ընտրել մերժելը եւ մոտ 30 տարի Հայաստանին նեղելը։ Այսինքն անդադար այդպես մարտական գործողություններ, պատերազմական գործողություններ, ռազմական հռետորաբանություն, այսպես շարունակ 30 տարի եւ բավարարվեր ասել սրանց լավ նեղեցինք, չէ՞ մեր 30 տարվա վրեժը հանեցինք, բայց ինքը ասեց եթե այսպիսի հրաշալի հնարավորություն, բա եկեք հիմա մենք Հայաստանն ու Ադրբեջանը մի խնդիր ունեն իրար նկատմամբ անվստահությունը հանել, այսինքն անել քայլեր, որ երկու կողմերն էլ հասկանան, որ իրոք մենք ձգտում ենք խաղաղության։ Երկու երկրներն են, ժողովուրդներն են այդ խնդիրը ունեն։ Մանավանդ այսպիսի ծանր պատերազմից հետո տասնյակ հազարավոր զոհեր, 2-3 Արցախյան պատերազմի ընթացքում երկու կողմերից տասնյակ հազարավոր զոհեր։ Հեշտ չի, բայց պետք է մենք գնանք դրան, որովհետև մեր երկրների ապագան համատեղ տնտեսական հարաբերություններն են, համատեղ տնտեսական ծրագրերն են, համատեղ շահի գիտակցումն է, այդ թվում նաև Վրաստանի հետ։ Մենք ուզենք չուզենք փոխկապակցված ենք այս երեք երկրները, որոնք իրար շատ նման են եւ ժողովուրդներն էլ եւ միաժամանակ շատ տարբեր։ Այս հակադրությամբ մենք պետքա հետարքիր տարածաշրջան սարքենք։ Իսկ այն տարբերակը, որ այս նախընտրական կուտա, որ իշխանությունը վերընտրվի եւ հետո գան մեզ գրավեն 300,000 ադրբեջանցիներ բերեն եւ քանի աստված ինչքան մսկիթ սարքեն։ Աթիվն էլ էին ասում, ես հիշում եմ, չէ, ես հուսով եմ, որ 26 թվականի հունիսի ընտրություններից հետո մենք այդ խոսակցություններին հրաժեշտ կտանք արդեն, որովհետեւ մարդիկ կհասկանան, ես ցավոք սրտի ճանաչում եմ մարդկանց, որոնք այս քարոզչության զոհն են գնացել եւ իրոք հավատում են, որ օրինակ կառավարությունը 850 միլիոն դրամ մենակ այս տարի փող ա տվել, որ եկեղեցիներ նորոգեն, հիմնանորոգեն, որ հետո մսկիթ սարքեն։ Մի քիչ ինձ դա համոզիչ չի թվում, չէ՞։ Դժվար, բայց մարդիկ կան, ցավոք սրտի այդ Արևմտյան Ադրբեջան ստեղծելու ՔՊ-ի ծրագրին հավատացել են, որովհետև այս էլ մի այլ խնդիր է, որ մենք մեր հասարակությանը, որը ես մի քիչ առաջ ասեցի, որ ինչ խնդիրներ ունի, չենք պահում այդ YouTube-յան, Telegram-յան ինչ հիմար ասես ալիքներից, որ մարդը նայում է թվում է կիրթ ձայնով ասում է, որ գիտեք, արդեն էս եղավ, չգիտեմ, այն եղավ, եւ ասենք մենք զուգահեռ աշխարհներում ենք ոնց որ ապրում, մենք այդ մարդկանց փորձում ենք ասել իրականություն, ասել, որ իրոք դեռ լիքը մենք խնդիրներ ունենք, որ պետք է այս անենք, այն անենք, շատ խնդիրներ ունենք, դեռ երկար տարիներ կպահանջվեն, բայց կողքից ինքը մտածում է, որ ոնց որ իմ հարազատներից մեկը, երբ որ իրան հորդորում են, որ մի քիչ իր տան խնդիրներով զբաղվի, ասում է դե հələ տեսնենք, ասում են ոնց որ Ադրբեջանին են տալու այս տարածքներն էլ։ Այդ խնդիրը կա, նենց չի։ Եվ ես մի անգամ ասեցի, նորից եմ ասում, եթե ՔՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը մտածեն, որ այս ընտրությունները հեշտությամբ հաղթելու են, որովհետեւ ժողովրդին խաղաղություն են տվել, այդտեղ իրենք կսխալվեն, որովհետեւ այդ խաղաղությունը դեռ չի ընկալվում, որովհետև շատ ակտիվ հակաքարոզչություն է գնում, որ սա խաղ է, ինչ խաղ, ձեզ խաբում են, հեսա բան կանեն, թուրքերին են բերելու, չգիտեմ, հնդիկների են բերելու, ադրբեջանցիների են բերելու, շատ ներողություն, չեմ ուզում շատ այս թեմային անդրադառնալ, Ադրբեջանը չի կարող ադրբեջանցիներ Ֆիզուլու ու Ջեբրայելի շրջան բերի։ Բա մի քիչ ուղեղը ինչի համար է, ես չեմ հասկանում։ Պարոն Ազարյան, ինչի համար է այդ քարոզը արվում։ Այդ ո՞րն է դրա քաղաքական շահը։ Պարզ բան, ասենք մարդը հավատում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը ուզում են Հայաստանը ադրբեջանականացնել։ Չէ, այդ քարոզը ընդդիմության կողմից ինչի է արվում։ Այս ասում եմ ինչի համար։ Ուզում են, որ մարդը դրան հավատա, եւ եթե մարդը դրան հավատում է, գնում է ընտրությունների եւ ընտրությունների միջոցով մերժում է այն իշխանությանը, որը ուզում էր Ադրբեջան կառուցել, ու եթե հանկարծ պարտվի այդ իշխանություն, պատկերացնում եք,
տրամաբանությունը, այն իշխանությունը, որը ուզում է Հայաստանը սարքի Ադրբեջան, եթե ընտրություններին պարտվում ասում ես ընդունում եմ, լավ էլ չեմ բանանում, այս մի քիչ, բայց իրանք այդ դրա համար են անում։ Մարդկանց համոզեն, որ այ միագելքը գնալ եւ Նիկոլից բացի ում ասես քվեարկել եւ Գյումրու օրինակով մենք կմիանանք եւ տենց մի տոնածառը մենք կդնենք հաջորդ նոր տարուն, էլ։ Շատ լավ, իմաստը զուտ իշխանությունն է, Այո։ թե այդ process-ը շուտ տալը։ Այսինքն որ իրանք եկան նույնը չեն անելու։ Դժվար է ասել, անկեղծ ես դա չեմ քննարկում։ Ես մի օրինակ բերեմ Թրամփի ուղին։ Հիմա այս հայտարարությունը ընդունվեց, չէ՞։ Նայում եմ տարբեր ընդդիմադիրներ, խութեր են տեսել, մեկ ասում է Սյունիքը արդեն հանձնեցին, մեկ ասում է Զանգեզուրի միջանցքը տվեցին, մեկ ասում է թուրքերը եկան, մեկ ասում է մենք քցեցինք, մեկ ասում է մենք ինչ կարևոր բանկար տվեցինք, ոչ մի բան չստացանք, Օսկային ընդհանրապես չգիտեմ ինչա խոսում։ Հիմա ասում ես ընդդիմադիրներ, որևէ մեկը հայտարարել է, որ մենք գանք իշխանության, չեղարկելու ենք այս վատ փաստաթուղթը, քանի որ սրանով միջանցք ենք տվել Ալիևի Թուրանի ճանապարհն ենք բացել, մեր ստրատեգիական ռեսուրսն ենք մսխել, մեզ սիրիացման վտանգի առջև ենք կանգնացրել, չեղարկելու եք։ Ձեն չկա։ Եվ չի կարող լինել։ Ոնց։ Այդպես։ Ուրեմն դու կողմ ես։ Ով չի չեղարկելու, նա կողմ է։ Մնացածը օդ ծեծել է։ Նյուանսները կարելի ասել մենք կողմ ենք այսինչ ենթակետին, այնինչ ենթակետին, բայց հյուսիսից հարավ կարելի է մի ճանապարհ կառուցել, այսինքն դուք ճիշտ եք ասում եւ այս նախընտրական փուլ է լինելու եւ բոլորը պետք է պատրաստ լինեն, որ հարցերին պետք է այո եւ ոչով պատասխանեն։ Թեականներով ժողովուրդը անկալում է, որ ինքը խուսափում է։ Այո, կողմ եք, դեմ եք։ Այն որ ասում է բանը վերադարձ լինելու է Արցախ, պետք է պարզ հարցնես ինչ վերադարձ, ում ես վերադառ, դու Արցախցուն հարցրել ես ինքը ուզում է վերադառնա եւ ադրբեջանական անձնագրով ապրի այնտեղ, հարցրել ես դու արցախցիներին, կամ որ Արցախի հանկարծ պարզեցին, որ Արցախի նոր նախագահ է ընտրվել եւ արցախցիներն էլ չգիտեին, որ զանգել են ինձ մի քանիսը, ում հետ շփվել եմ, ասում են Պարոն Նազարյան, բա որ այդ ընտրել են, բա մենք ինչի տեղյակ չենք, որ մեր նախագահը փոխվել է։ Այսպես հիշեցի հայտնի ֆիլմը մեր հայրենակցի ռուսական կայսրության թագը, Փարիզում որ թագի համար կռիվ էին անում։ Այդ լրջացման process-ը կգա, ես կարծում եմ, եւ ես ցավ եմ ապրում անկեղծ, որովհետեւ ընդդիմությունը այնքան քննադատելու բան ունի գործող կառավարությանը, համայնքներին, արկա խնդիրների, մարդկանց խնդիրները չբարձրաձայնելու համար, շատ խնդիրներ, կուտակված խնդիրներ են, 35 տարվա կուտակված խնդիրներ։ Կարելի էր մտնել այդտեղ եւ նույնիսկ ավելի անկեղծ պարզ խոսել, թե նաեւ արտաքին քաղաքական ինչ տեսլականներ ունենք։ Եթե դուք ձեր որևէ մեկին ես չեմ դատապարտում, մարդը կարող է այդպես է տեսնում, կան ասեն, գիտեք, մենք Հայաստանի ապագան տեսնում ենք Բելարուսի հետ դաշինքում։ Մյուսը կարող է գա ասի, մենք դա տեսնում ենք Իրանի հետ ինչ որ դաշնակցային հարաբերություն։ Թող կան պարզ խոսեն, մտքերի առողջ փոխանակում լինի, մարդիկ էլ հասկանան ով ինչ է ուզում, թե չէ այսպես հեքիաթներ, ասենք, բանա, ԿՊ-ն բանա թուրքեր են, նրանք չգիտեմ, սորոսականներ են, սրանք են, այս ցածր մակարդակի բանավեճերից ժողովուրդը առողջ մասը մեր ազգի հոգնել է եւ հուսով ենք եւ որ կարողանանք գոնե մի քիչ ուղղորդել այս քաղաքական նախընտրական բանավեճերը դառնան լրջագույն եւ ինչ որ մեկն էլ ինչ որ նորաստեղծ ուժի հորդորի, որ Արտաշես Գեղամյանը մի 20 տարի առաջ Վանաձորում խոստանում էր գործարաններ կառուցել, այդ հնարքը կիրառվել է, պետքա նոր բան մտածել, որ չի կարելի Հայաստանում մեկին ասել, որ մի դրամանոց վարչապետ է լինելու, ոչ ոք դրան չի հավատալու։ Հորդորենք, որ առողջ դաշտ դուրս գան, մի քիչ այս ազգը հոգնել է այս կարգի քննարկումներից։ Հորդորենք ընդդիմությանը, որ որևէ տրամաբանությամբ չի կարելի գալ եւ դեմ քվեարկել այն օրվան, որը սահմանում ենք, որ լինելու է հունվարի 27-ը հերոսների բոլոր ժամանակներում հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակի եւ խոնարհման օր։
Ինչ բան, օրը դուրներս չի գալի պատճառաբանությունը, որևէ մեկը չի հասկանում։ Այս հուսով եմ, ուզում եմ, որ շատ շուտով մենք այդ վիճակին գանք, որ բանավեճերն էլ առողջ լինեն, քննարկումներն էլ առողջ լինեն եւ հուսով եմ մի կես տարի հետո մի լավ քայլ կանենք դեպի այդ ուղղությունը։ Պարոն Ազարյան, քննադատվեց նաեւ գերիներին բերելը։ Սաթիկ Սերյանյանը հայտարարեց, որ դա անբարոյական գործարք է, Արմին Օհանյանը ընդդեղից ասել, սա խայտարակ գործարք է, մենք տերորիստներ եւ այլ հանրապետականը մի խոսքով մենք չպետք է թողենք այդ սիրիացիներին եւ մեր 4 հայրենակիցը պետք է մնային Ադրբեջանում։ Կարո՞ղ բացատրել։ Չէ, անկեղծ չեմ կարող։ Ես, ասենք, այդ ուրիշ ոլորտի մասնագետ է պետք որ կարողանա բացատրել, ես չեմ կարող։ Ուժերից վրա ես չէի կարող պատկերացնել, որ հերոսների օրվա հետ կապված ինչ-որ պատճառ կգտնեմ, որ դեմ քվեարկել։ Ես անկեղծ չեմ հասկանում։ Ու իմ համար մեծ ցավ էր դա, անկեղծ մեծ ցավ էր, էլի, ասենք, դուրներս չի գալի, որ հունվարի 27-ին է, դրա համար չենք քվեարկում, դե ավելին դեմ ենք քվեարկում։ Ես դեռ հույս ունեմ, որ վաղվա քվեարկության ժամանակ այլ որոշում կկայացնեմ, բայց դա սա է, իրականությունը սա է։ Դե հանուն արդարության պետք է ասել, որ շփվելու է մշակույթը իրար մերժելու միշտ եղել ընդդիմության եւ իշխանության մեջ 90-ականներից այդ ոչ մի շփում, ոչ մի հարաբերություն կողմերի միջև բան եղավ ցավոք սրտի գնացինք այն ուղղությամբ որ եթե դու մտածում ես որ ճիշտը Եղվարդում ջրամբար կառուցելն է իսկ մեկը ասում է ոչ այնտեղ ջրամբար պետք չի կառուցել ուրեմն դուք պետքա թշնամանաք էսա ես չեմ չափազանցնում որովհետև մնացած բոլոր հարցերն էլ երբ որ ես այս անդհատ ասում էի հիմա էլ եմ ասում երբ որ ասում էին Նիկոլ Դավաճան ես անկեղծ հարցում եմ ասում էի ընկերներ եկեք մի հատ կողմնորոշվեք էլի Նիկոլը ինչի է Դավաճան ինչի համար է Դավաճան որ մինչև 20 թվականի սեպտեմբերը չգնաց զիջումների եւ կարգավորեց խաղաղ ճանապարհով Արցախի հարցը թե Դավաճանա որ հոկտեմբերի 19-ին կամ հոկտեմբերի 2-ին հրադադար չկնքեց թե որ նոյեմբերի 9-ին կնքեց թե որ նոյեմբերի 9-ին ինչի չհրաժարվեց կնքել այսինքն մի քանի 10 կարծիք կար այդտեղ բախվում էր ու բոլորը ասում էին որ չէ միևնույնն է բանա հետո հիմա էլ շարունակվում է այս պնդումը որ դե գիտեք ամենավատը որն է որ պատերազմը չսթափացրեց մեր ազգին այդ թվում քաղաքական ուժերին ես հույս ունեի որ մեր տղերքի այս զոհողությունը բանը մարդկանց կստիպի կհասկանա որ պորոտախոսություն հեքիաթասոցություն որից մեզ Հովհաննես Թումանյանը կոչ էր անում հրաժարվել իր հայտնի ստեղծագործություններով անխելք մարդը չարի վերջը եւ այլ բանը Կիկոսի մահը ինքը դա մենք գիտենք թե մանկական ստեղծագործությունն է դա հայ ազգի մասին գրած հետարքիր հումորային գործեր էր մենք դա էլ չկարդացինք, դա էլ չսովորեցինք, չհասկացանք այդ մարդը ինչ ասում։ Պատերազմում մեր տղեկի թափած արյունը չսթափացրեց եւ հիմա էլ ասում են դե լավ, անցել արդեն նոր սերունդ է գալիս, մի քանիսին է կխափենք, եկեք ասենք, որ եթե Նիկոլը չլներ վարչապետ մի ուրիշը լիներ, մենք առնվազն, եթե Բաքուն չէ, Գյանջան հաստատ գրաված կլինեինք։ Մտնում ենք մի հատ չէ, տենց չի լինի։ Միջև անկեղծ չխոսենք, մեր խնդիրները չասենք, ապագայի մասին մեր տեսլականը չխոսանք, չասենք, մենք միշտ խնդիրներ ենք ունենալու ու կողքից էլ մեզ լուրջ չեն վերաբերվելու։ Ենթադրում եմ, որ այս 6 ամիսն էլ տես կգնա, 5 ամիսը։ Գնալու է, միանշանակ ու որքան մոտենանք հունիսի 7-ին, այնքան սրացումներ են լինելու, ես հիմա անուն չտամ, ես այդ կադրը իմ աշկի առաջա, որ ինքը իրան լրագրող է համարում, այդ անձնավորությունը,
մի 2 կարող է 3 տարի այդ հետ պատերազմյան շրջանի մասին եմ պատմում սենց ոգևորությամբ այդ հավաքվածներին ինչ որ սենյակում ասում էր լավ տեղեկություններ կա Ադրբեջանը գիշերը հարձակվելու է Ադրբեջանը գիշերը հարձակվելու է հիվանդանում են մարդիկ երևի էլի չգիտեմ հիվանդանում են եւ ես հույս ունեմ որ գիտեք առողջ քննադատությունները կորում են անհետանում են այս ամեն ինչի Դե տակ աղմուկը բա ինչի համար է Երբ որ ռացիոնալ իրոք խոսք չլինի։ կան բաներ շատ հետաքրքիր քննադատական հոդվածներ, ելույթներ, նույնիսկ ազգային ժողովում ելույթներ, հարցադրումներ, որ թվում է թե հեսա կբռնեն այդ թեմաներից եւ կնեղեն կառավարությանը, բայց չէ, այդ թեմաները մոռացվում է, հետո գալիս է էլի այդ քաչալշուն, բարգով փիսո շատ արդեն հոգնեցնող վիճակը